Չեմ իվարկը ինչի պետք է կամ։ Իվարկը եծել չեմ, Ռուսաստանի Դաշնության նախագահը նման ակնարկ չի արել։ Ձեզ եմ ասում ինչի պետք է կամ։ Չի, գազի գինը ինչի պետք է կանգանա։ Իվարկան դուք նկատի ունեք, որ Ռուսաստանը պետք է չգիտեմ, ինչ-որ պայմանավորվածություններ չկատարի, թշնամական գործողություններ կատարի, ինչի համար։ Պատժի եմը գնալու համար։ Նման ակնարկ կանում են հայաստանյան որոշ քաղաքական ուժեր եւ նրանց ենթարկող լրատվական միջոցներ ես թիրախավորում եմ լրատվական միջոցներին, ես թիրախավորելու եմ լրատվական միջոցներին, ուզում եմ բոլորդ իմանան, որ ձեզնից բոլոր այն լրատվական միջոցները, բոլոր այն լրատվական միջոցները ձեզնից, ովքեր թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները հայտնվելու են իմ թիրախի ներքո։ Հիմիկվա ինձ իմացեք։ Ես նույնիսկ չգիտեմ դուք Եվրոմեդիա։ Շատ լավ, հեչ թափանցիկ չի, ես չգիտեմ ով է ֆինանսավոր, իդեպ շնորհակալ կլինեմ, եթե հայտնեք իմանալ։ Դե հայտնեք բոլորս իմանալ։ Ով է ֆինանսավոր, բայց ներողություն, իմ մայրը խմբագիր չի, Դե հիմա լսեք, ես ձեզ խնդրում եմ նախ ձեզ պահել դաստիարակված, ոչ մի դաստիարակված մարդ չի, մի վարքյան, ուրեմն լավ չի դաստիարակել իմ մայրիկը ձեզ, որովհետև դաստիարակված մարդը երբեք որևէ մարդու չի ասի հարգեք ձեր մոր հիշատակը։ Իսկ հիմա լրեք, այո, ուրեմն ես ցավում եմ, որ իմ մայրիկը ձեզ լավ չի դաստիարակել, բայց ինձ լավացեք։ Ավարտելով թեման, ձեր այս փուչիկը, որը դուք ուզում եք փչել, թե իբր Ռուսաստանի հետ տնտեսական խնդիրներ կա, ես հասկանում եմ դուք ինչ եք այդ փուչիկը ուզում փչել, որովհետև օրինակ կալուգացի օլիգարխը պատրաստվում է դա դարձնել իր քաղաքական կամպանիայի մաս։ Այդ փուչիկը փչել Հայտարարում ասում է Հայաստանի գործընկերների հետ պայմանավորվում ենք մի բան։ Ոնց ուզում եք դուք կարող եք Ես որևէ խնդիր չունեմ, կարող եք բոլոր այն լրագրողները այստեղ ներկա, ովքեր որ լավ չեն զգում են փաստից, որ ես բարձրացնում եմ իրենց ֆինանսական աղբյուրների հրապարակությունը։ Շատ լավ, բոլոր այն լրագրողները, ովքեր ուզում են լքել այս ճեպազույցը, ազատ են դա անել։ Ջեբեջան կարող եք ներքել բացարձակ ես չեմ ներվի։ Բացարձակ չեմ ներվի։ Խնդրում եմ հեռացեք, եթե ուզում եք։ Դուք էլ խնդրում եք քաղաքական դաշտ։ Մի ընդհատեք ինձ խնդրում։ Ինչ ասեցիք, դուք էլ խնդրում եք քաղաքական դաշտից։ Դուք դա չեք որոշում։ Որոշում է ժողովուրդը։ Ժողովուրդը կորոշի ով կհեռանա քաղաքական դաշտից թե ոչ։ Ու նաև ես վստահ եմ, որ ժողովուրդը կտա մեզ մանդատ այնպես անել, որպեսզի լրագրողները եւ լրատվամիջոցները, որոնք սնվում են տարբեր օլիգարխների կողմից, իրենք ստիպված են լինելու հրապարակել իրենց ֆինանսական աղբյուրները ու մարդիկ իմանալու են, թե լրագրողները ովքեր գալիս քաղաքական ելույթներ են ունենում, ոչ թե հարցեր են տալիս այդ քաղաքական ելույթներ, ում պատվերով են դա անում։ Այնինք մարդիկ իմանալու են, դուք կոնկրետ դուք ում պատվերով եք, օրինակ գալիս տեղ բաներ անում։ Դե լավ, արդեն գնացեք, դե արդեն գնացեք։ Ժողովուրդը շատ լավ մեր լրատվամիջոցների միջոցով իմանալու է, թե բյուջեն ոնց է վստահվում։ Իսկ ծախսեր են կատարվում բյուջեից։ Ի վերջո դուք եք պետական բյուջեից սնվում, ոչ թե լրատվամիջոցները։ Հանրային փողերը ծախսում են լրատվամիջոցներն են։ Ասում էր, որ ըստեյության մի քանի էր, որ ասում է խոսում է Հայաստանից ամենաբարձր մակարդակով Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մասին, նորմալ հարաբերությունների մասին, բայց ասում լինում են դեպքեր, երբ հայկական կողմի հետ պայմանավորվում ենք մի բան, բայց գործնականում այլ պատկեր ենք տեսնում, որպես օրինակ նշում է երկաթուղու հարցը, ասում է մեզ բարձր մակարդակով առաջարկում են կառուցել այդ երկու կտորները, մենք դրական քննարկում ենք եւ դրական արձագանք տալիս եւ դրան հաջորդում է վարչապետի հայտարարությունը հարցազրույցի տեսքով ընդ որում, որտեղ ինքը արդեն այլ
այլ առաջարկ է անում առհասարակ կառավարման իրավունք այլ երկրի հանձնելու, սա որպես օրինակ է նշում եւ հաջորդը ասում է եկել է այն մոտենում է Հայաստան այն կետին, երբ մենք պետք է հնարավոր է վերանայենք Հայաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները, համագործակցությունը։ Հիմա դուք ասում եք ամբողջական այս հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հարցերը փչիկ է Հայաստանի հետ։ Չէ, լարվածությունը եւ այլ խնդիրների մասին։ Շատ լավ, ուրեմն այս երկու հայտարարությունները դուք ասեք ինչի մասին են խոսում։ Եվ որքանով եք այս քաղաքականների հետ Ընդհանրապես համաձայն չեմ եւ դրա մասին շատ է խոսվում, այդ բացատրած խոսում տեսնելու բան չեմ տեսնում։ Պետք է ասեմ, բայց այս խոսակցությունը ըստ թեման նոր չէ։ Դրա նախորդ տարիների խոսում դրա մասին։ Ինչպես տեսել եք, ոչ մի կատաստրոֆիկ բան չի ունեցել։ Ռուսաստանը մեր բարեկամությունն է։ Մենք շարունակում ենք մեր բարեկամական հարաբերությունները։ Մի խանգարեք հեռախոսով գնացեք հեռու խոսեք։ Գիտեմ, որ շատ դասերակված եք, բայց գնացեք հեռու խոսեք։ Եվ մենք շարունակում ենք շատ բարեկամական մտորություն կազմակերպել, բնականաբար ոչ բոլոր հարցերի շուրջ համաձայն լինելու։ Հիմա օրինակ Ռուսաստանից այլ բաներ ունենք։ Օրինակ ասում են, որ ասենք, չգիտեմ, ազատություն ռադիոկայանը վատ գործունեություն է ծավալում Հայաստանում։ Հավանաբար կհիշեցեք, ես արտոց նախարարության խոսնակն եմ։ Մի քանի ամիս առաջ ազատություն ռադիոկայանի շատ վատ ձևով էր բնութագրել։ Հիմա ինչ անենք, փակի ազատություն։ Չէ, ասում են տարբեր բաների շուրջ համաձայն են, տարբեր բաների շուրջ համաձայն չեն, բայց դու կարող հանգիստ դիմել չեն կայքել։ Իսկ համաձայն եք այն գնահատականի հետ, որ Հայաստանը գործնականում պայմանավորվում է այլ բան, բայց գործնականում անում է այլ եւ այս երկաթուղու օրինակը, պարոն Բիբլյան, երկաթուղու օրինակը հիմք չէ։ Ես կարծում եմ, որ իհեճուկս բոլոր կնդումների, որ ազատություն ռադիոկայանը Հայաստանում վատ գործունեություն է ծավալում, հակառուսական գործունեություն է ծավալում, մենք այդ որակումներին համաձայն չենք եւ կարծում ենք, որ ազատություն ռադիոկայանը կարող է ազատ շարունակել իր գործունեությունը պայմանով, որ կհրապարակի ֆինանսական աղբյուրը չանում։ Օրինակ ոչ մի բան չեն կարող ասել ազատություն ռադիոկայանի, որտեղ բոլորը գիտեն, որ ամենը պաշտոնական Երևանի եւ Մոսկվայի միջև եղածի հետ կապված ինչ։ Երկաթուղու վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է բացատրել, ասել է նաև, որ մենք չենք պատրաստվում Ռուսաստանի մեջ ու ինչ-որ բաներ չենք ուզում որևէ հարցեր, բայց մենք ունենք որևէ խնդիր քննարկում հասկանում որևէ աշխարհացուն բանդերի չի ունեցել եւ չի ունենա հանգիստ։